է մի անգամ ասցի ճիշտ ասցի ասելա կալուգացի օլիգարխ ասելա թող Նիկոլ Փաշինյանը կանգնի ասի որ սուտ է ես նստած ասեցի որ սուտ է եւ երաշխավորում եմ թե չեմ երաշխավորում այո երաշխավորում եմ եւ դա կապված է նրա հետ որ ես ասում եմ որ Լեռնային Ղարաբաղի հարցը փակված է Ղարաբաղի հարցը չի շարունակվելու վերադարձի թեմա Ղարաբաղ չի լինելու վերադարձի թեմա Նախճեվան չի լինելու վերադարձի թեմա Բաքու չի լինելու վերադարձի թեմա Սումգայիթ չի լինելու վերադարձի թեմա Կիրովապատ չի լինելու եւ վերադարձի թեմա Եվլախ չի լինելու վերադարձի թեմա Գետաշեն չի լինելու եւ այլն եւ այդպես շարունակ այո երաշխավորում դա անհեթեթ թեմա է դա կոնֆլիկտի թեմա է դա խաղաղության թեմա չի եւ սա այնքան ակնհայտ է ես նույնիսկ զարմանում եմ որ այսինքն դուք ասացիք հիմնական թեմաներից մեկն է Քարոզարշավի ասենք դա ինձ համար նորություն է որ դա հիմնական թեմաներից մեկն է Քարոզարշավի կրկին սուտ է եւ երաշխավորում է Քյարքի անունը Google Maps-ում նոր չի հայտնել միշտ է եղել միշտ եւ մնացած էլի հարցեր խոսույթի հետ կապված հա 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 բայց ամեն չափ սահման ունի ես օգտագործել եմ այն բառապաշարը որ իմ դեմ է փորձելու իմ դեմ են օգտագործել դե դրա համար ես ասում եմ որ այդ հարցի լուծում մեկն է ուժեղ Հայաստան Բարգավաճ Հայաստան դաշինք ուժերը պետք է խորհրդան չանցնեն ուղղակի եւ դա շատ իրատեսական խնդիր է Եվ հակառակ դեպքում չի լինելու, որովհետև այդ մարդիկ փաստարկ չունեն, էլի տենց ինչ-որ անընդհատ ինչ-որ բաներ են խոսալու եւ հա կարելի է մի անգամ, երկու անգամ, 3 անգամ, 10 անգամ, 20 անգամ, 100 անգամ, այսինքն դա չի կարող հավեր շարունակվի։ Եվ ես ասում եմ, այդ դոզան էլի կուտակվելու է եւ հակադարձվելու է։ Ես չեմ պատրաստվում ամեն օր անեմ դա, բայց դա ի վերջո հասկանում եք օբյեկտիվ իրականություն է։ Հազար ներողություն որ ձեր վրա եմ օրինակ բերում, բայց ես ձեզ ամեն օր անընդհատ այդ նույն բանը ասեք, լավ մի օր կասեք դե լավ դե սենց է երկրորդ օրը, բայց մի օր բան կանեք, չէ՞, մի օր կասեք լավ ամեն ինչին չափսահման կա։ Այսինքն ցանկացած մարդկային հարաբերության մեջ այդպես է։ Ցանկացած քաղաքականությունից դուրս է։ Ցանկացած մարդկային հարաբերություն երկու մարդու ցանկացած հարաբերության մեջ տենց է։ Որտեվ հա դուք կարող եք շատ կրթված լինել, շատ կոռեկտ լինել, դուք ձեզ համար ունենաք էթիկայի որոշակի բաներ, կանոններ, բայց մի X պահ կա, որ ասեք հա լավ հասկացանք։ Այս աշխարհում մենակ ես ունեմ էթիկայի կանոնագիրք։ Այդ էթիկայի կանոնագիրքը իմիջայլոց, եթե հիշում եք, ես 2025 թվականի հունիսին չէ, ավելի ուշ, ես ասացի եկեք դադարեցնենք դա։ Բայց այդ առաջարկը բան չստացավ, արձագանք չստացավ, եւ նույն ձևի շարունակվեց եւ շարունակվում է։ Փաշինյանը որքան է արձակություն է դեպքում, բայց հայ-ռուսական հարաբերությունից հարցնում եմ, որովհետև ինչքան է դուք